Վերջին օրերի սկանդալի պատգամավորների ստացած աստղաբաշխական պարգևավճարների մասին խորհրդարանի խոսնակն այսօր մեկնաբանել է իր որոշումը մոտ 300 միլիոն դրամ հատկացնել 100-ից ավելի պատգամավորներին։ Ալեն Սիմոնյանը ցածր է համարում օրենսդիրների աշխատավարձը համեմատելով ամբողջ Հայաստանով մեկ-երկու ուսուցիչների հետ, որոնք 400,000 են ստանում, իսկ պարգևները պարզվում է կուտակվել են ամբողջ կիսամյակի ընթացքում։ Այսինքն պատգամավորները մարդ չեն ուզում հասկանամ։ Իհարկե ցածր են, ցածր են ստանում։ Եթե դուք համեմատեք այլ կառույցների հետ, այլ պետական կառույցների հետ, իհարկե ցածր են ստանում եւ դա մեծագույն խնդիր է եւ պարզաբանումը ոչ միայն նրա մասին էր, որ դա միայն աշխատավարձի հետ է կապված, այլ նաեւ պարզաբանումը նրա մասին էր, որ դա կես տարվա գումարը, որը միանվագ է եղել, այլ ոչ թե մեկ անգամյա վճար։ Բոլորին, նախարարներին, փոխնախարարներին, ոստիկաններին, ուսուցիչներին, բոլոր բյուջետային աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, բացի պատգամավորից։ Ուրեմն դա մոտավորապես մի 500-ից 700,000 մարդ է, բոլորին։ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է եւ ներողություն եմ խնդրում, բայց չի կարող մարմինը, որը որ բոլորի աշխատավարձը բարձրացնում է, բոլորի կրկնում եմ, բարձրացնում է ավելի ցածր ստանա, քան նախարարը, նախարարի տեղակալը եւ եթե պետությունը ձև է գտել, որպեսզի բոլոր մնացած պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնի, ներողություն եմ խնդրում, բայց 107 պատգամավորը չեմ կարծում, որ այս երկրի ամենամեծ պատիժ կրող մարդիկ են։ Իսկ ով ասեց, որ չկա։ Իսկ ուզում հարցնեմ, այդ թոշակները, որ բարձրացել են, այս կառավարությունը, այս իշխանությունը եւ այս ազգային ժողովը չի արել, այն թոշակառուները, որոնք որ իրենց աշխատավարձը բարձրանում են, արվում է դա այս մարմնի կողմից։ Այն ճանապարհները, որոնք որ վերանորոգվում են, արվում է այս կառավարության եւ այս գումարների միջոցով եւ դա արվում է նաեւ ազգային ժողովը։ Կան ԿՊԱ-կան պատգամավորներ, որոնց անունները ես չեմ հիշի, այս պահին, որոնք երբեք ամբիոնից չեն խոսել, երբեք որևէ հարց չեն բարձրաձայնել, ֆիզիկական ներկայությամբ եկել են, կոճակը սեղմել ու գնացել են։ Հիմա այդ քաղաքացիական պայմանագիր խմբակցության այդ պատգամավորները կամ ինչպես կարելի է համահավասար բոլորին դիտարկել։ Այս պարգևատրումների երևույթը ես դիտարկում եմ ընդհանուր անպատասխանատվության մթնոլորտում, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության Ալեն Սիմոնյանի ղեկավարության տարիներին խորհրդարանում եւ ընդհանրապես պետական համակարգում բյուջեի գումարները ծախսվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Իրենք որոշել են պարգևավճար, կտան այսքան պարգևավճար, չեն որոշել, չեն տա, կհիշեք այն ժամանակ էլ ընդդիմադիր պատգամավորներին չէին տալիս պարգևավճար, տալիս են միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին։ Ես չեմ կարող ասել, որ զինվորականները, ուսուցիչները, մանկապարտեզի դասվարները, կրթական մյուս հաստատությունների ներկայացուցիչները ստանում են բարձր աշխատավարձ։ Սա մեծ խաբեություն է եւ նաեւ նույնիսկ ատեստացիա անցած զինվորականները չեն ստանում բարձր աշխատավարձ, ինչին որ իրենք արժանի են։ Փոխարենը պարեկները ու մյուս ավելի հանգիստ ծառայություն իրականացնողներն են ստանում ավելի բարձր աշխատավարձ, հետեւաբար խոսել դրա մասին, որ նրանք բարձր են ստանում, հետեւաբար պետք է պատգամավորներն պարգևավճար ստանան, դա ընդունելի չէ։